Սարգիս Խաչատրյանը նշանակվել է Երևանի քաղաքային նոր աղբավայր ընկերության տնօրենի, իսկ Արմինե Ստեփանյանը Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարներ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ Հաջորդիվ զեկուցվեց, որ ավտոբուսում 935 անձ տուգանվել է, 673-ը չվճարելու, մյուսները այլանդի արտոնությունից օգտվելու համար։ Միաժամանակ քաղաքացիների կողմից ստացվել են թվով շուրջ 100 վարչական բողոքներ, որոնցից թվով 89 գործեր մերժվել են անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չներկայացնելու պատճառով, իսկ թվով 11 գործերի վերաբերյալ կայացվել են վարչական ակտերի բեկանման մասին համապատասխան որոշումներ, հաշվի առնելով կատարված վճարման վավերացման և վալիդատորի հետ առկա խնդիրը, ինչպես նաև Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների Կենտրոն Փակ բաժնետիրական ընկերության կողմից տված պարզաբանումը։ Լայն թափով իրականացվում է նաև Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի կառուցումը։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշեց, որ վերահսկողությունը կատարվում է 24-ժամյա գրաֆիկով։ Մասնաշենքներից ոմանցում արդեն հիմնային աշխատանքներն են մեկնարկել, որոշներում երկաթբետոնե կոնստրուկցիաների և պատերը շարելու հետ կապված աշխատանքները, որոշներում հողային աշխատանքները ավարտին են մոտենում։ Եվ նաև շնորհակալություն դուք էլ այցելել եք Շին հրապարակ հենց անցյալ շաբաթ եւ նաև տեսել եք աշխատանքների ակտիվ ընթացքը։ Շնորհակալություն Տիկին Բաբայան, այո, մեր շրջայցի ընթացքում արդյունքները բավականին գոհացուցիչ են, որովհետև նաև ըստ որոշ գնահատականների 1 ամսից կամ մի քիչ ավել նույնիսկ գրաֆիկից առաջ են ընկել և պետք է այս տեմպը պահպանել և մենք ինչպես բազմիցս քննարկել ենք այդ տվյալ մարզադպրոցի շինարարությունը մեծ կարևորություն ունի։ Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկասյանն էլ տեղեկացրեց, որ Երևանում օդի որակը գտնվում է լավ կամ չափավոր միջակայքերում։ Նրա խոսքով նախորդ տարվա միևնույն ժամանակաշրջանի հետ համեմատ իրավիճակն այս տարի գրեթե նույնն է։ Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանի տեղեկացմամբ էլ Կասկադ համալիրի վերակառուցման ծրագիրը մտնում է գործնական փուլ։ Ներկայում ներդրող ընկերության հետ պայմանագրերի կնքման բանակցություններ են ընթանում։ Հաջորդիվ կմեկնարկեն Կասկադի վերևի հատվածում արկա փոսորակում, որը որ առաջացել է նախորդիվ սկսված շինարարական աշխատանքներից եւ անավարտ մնացած շինարարական աշխատանքներից հետո այդտեղ արկա հիմքերի քանդման աշխատանքները, որպեսզի հնարավոր լինի այդ հատվածում նախագիծը իրականացնել եւ արդեն զուգահեռաբար կսկսենք քննարկել նախագիծը կրթության մշակույթի նախարարության հետ, որպեսզի համապատասխան ընթացակարգերը ապահովելուց հետո ունենանք նրանց կողմից եւս հավանություն ներկայացված էսքիզի վերաբերյալ եւ կարողանանք անցնել ջրատարապետահատակագծային առաջադրանքի կազմմանը։ Իդեպ քաղաքապետարանի եւ ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցների ապահովագրական փաթեթը կնքվել է։ Մրցույթը շահել է Seal Insurance ընկերությունը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։